Հոտը տհաճ երևույթ է։ Դրա հետ ապրելը 21-րդ դարում, չգիտեմ, անթույլատրելի է։ Ուղղակի մեր հայկական պոպուլյացիան մենք ամենատարբեր պարզաբանումները, մեկնաբանություններն ենք հաճախ լսում։ Իդեմս օրինակ բժիշկ ինչի նորմալ չի, որ հոտ է գալիս, բժիշկ նորմալ չի, որ ես այդ հոտը ոչ սեռական օրգաններից ոչ մի ձևով նորմալ չի հոտի առկայությունը, չգիտեմ։ Ուղղակի գիտեք վատը որն է, որ մեր երկրում շատ ցածր մակարդակի վրա է գտնվում հիգիենա ասվածը։ Ինչպես հետևել սեռական օրգանների հիգիենային, հետևողական լինել աղիները դատարկելուց հետո հետանցքի հիգիենային, մարմնի հիգիենային ինչպես հետևել։ Ծայրահեղության երկու եզր կա, մարդիկ, ովքեր այնքան են մաքրում, որ պետք չի, դա էլ է խնդիր առաջացնում, մարդիկ, ովքեր չեն հետևում հիգիենային։ Ու շատ հաճախ այդ նախադասությունները ես հատուկ չեմ ասում լողացել բժիշկ ջան, գիտեի անալիզ պետքա գամ տամ։ Ես գիտեմ որտեղից է դրա հիմքերը գալիս։ Որ ասում որ լավ ցույց տա անալիզը, ասում չէ, հենց դա սխալ է ցույց տալիս։ Հարգելիներս, 21-րդ դարում թե կինը թե տղամարդը պետք է լինի հիգիենիկ այն կարգավիճակում, որպեսզի նվազագույնը գոնե տհաճ չլինի իր կողակցի համար, որովհետև հաճելին լինելու, ցանկալին լինելու համար ավելի շատ ջանքեր պետքա գործադրել, քան ուղղակի հետևել հիգիենային։ Դրա համար հիգիենային դեռևս գոնե հետևեք տհաճ չլինելու համար։ Հիգիենա ասված վերաբերվում է ամեն ինչին, այդ հոտը վերաբերվում է յուրաքանչյուր օղակի, բերանից տհաճ հոտի առկայությունը, մաշկի վրայից տհաճ, սեռական օրգանների տհաճ հոտը, էդի չգիտեմ, ասելու չի էլի։ Շատ բան չի պահանջվում ձեզնից էլի, ընդամենը չգիտեմ, գոնե 24 ժամը մի անգամ լողանալ, տարական բաներ եմ ասում, բայց այնուամենայնիվ, եթե դուք այդ ամեն ինչ տանում եք, հոտը կա, սիրելիս, ուրեմն խնդիր կա, պետք չի ուրեմն հետևել ավելին հիգիենային, քան պետք, ուրեմն խնդիր կա, ընդամենը պետք է որոշակի հետազոտություններ անցնել։